Երբ որ Մովսեսը սարն էր բարձրանում, Մովսեսի բարձրանալուց առաջ Աստծո ներկայությունը արդեն այնտեղ էր։ Հիմա այդպես է իր ժողովրդի մեջը Տերը իր խոսքի համեմատ ու կամենում է, որ մենք այսօր իր հետ հանդիպած գնանք այս վայրից, սիրելիներ։ Եվ մենք գալիս ենք Տիրոջ հետ հանդիպելու, գիտեք ինչ, ոչ թե ինչ-որ մարմնավոր հարցեր լուծելու։ Կա չէ, այդպես է կա չէ, որ ասենք մտածում ենք գնանք Տիրոջը, որ այս հարցը լուծվի, այս խնդիրը կա, այն պրոբլեմը կա, այդպիսի մի հատ դեպք կա, կարճ ասեմ, Մարկոս ավետարանի 9-րդ գլխի մեջ է գրված 13-րդ խոսքից ասում է, եւ երբ որ եկավ աշակերտների մոտ, նրան 4 կողմ շատ ամբոխ կար, եւ վիճում էին աշակերտները, եւ մի հայր իր որդուն էր բերել, եւ հարցրեց ինչ եք վիճում, եւ ժողովրդի միջից մեկը պատասխանեց, ասեց, վարդապետին որդին, քեզ մոտ բերի, որ համր ոգի ունի, եւ որտեղ որ նրան հասնում է, գետնով է տալիս նրան, փրփրում է, ատամները կրճտում է, ցամաքում է եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նրան, բայց չկարողացան։ Նա էլ պատասխանեց, ասեց, ով անհավատաց, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչև երբ պիտի ձեզ ամպերեմ, նրան ինձ մոտ բերեք։ Եվ նրան բերին նրա մոտ, եւ նրան, որ տեսավ շուտով ոգին թափարեց նրան, նա գետին ընկած թավալվում էր փրփրելով, նրա հորը հարցրեց, քանի ժամանակ է, որ այդ եղավ դրան, նա էլ ասեց երեխայությունից։ Եվ շատ անգամ էր կրակի մեջ գցեց ջրի մեջ, որ դրան կորցնեն, սակայն եթե մի բան կարող ես, օգնիր մեզ գտալով մեզ վրա։ Տեսեք, հայրը խնդիր ուներ, քույրեր եղբայրներ։ Այդ խնդրով եկել էր Տիրոջ առաջ եւ իր խնդիրը իր զավակն էր։ Ու եկել էր ոչ թե իր հարցերը լուծելու, հələ ուշադիր եղեք այս բայի վրա։ Չէր եկել իր հարցերը լուծելու։ Իր խնդիրները, որ իր կյանքը փոխվի, հանդիպում ունենա Տիրոջ հետ, այլ իր պրոբլեմը իր որդին էր։ Ու այդպես է շատերը կարող են մեր մեջ սիրելի քույրեր եղբայրներ, եկել ենք այս խնդրով, այն խնդրով։ Ու տեսեք, մենք մտածում ենք, թե Հիսուսը բժիշկն է, թող բժիշկե էլի, թող բժիշկե ինչ կեղնի, թող բժիշկե ու ամեն ինչ լավ կեղնի։ Բայց Տերը հարցրեց, քանի ժամանակ է, ու այս մարդու անհավատությունը հայտնվավ, բացվավ, որտեվ ինքը այսպես էր մոտենում, ասում էր, սակայն եթե մի բան կարող ես, օգնիր մեզ, գտալով մեզ վրա։ Բայց Տերը տեսեք ինչ ասեց, Հիսուսն էլ նրան ասեց, այն եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին։ Եվ այդ պահի մեջ այս մարդու հայացքը կտրվավ իր խնդրից, իր պրոբլեմից, որ որդու հարցներ, դարձավ իր ներսի հարցերին, գիտեք, ու գիտեք ինչ ասեց այս մարդը, եւ շուտով տղայի հայրը աղաղակեց արտասուքով ասեց, հավատում եմ Տեր, իմ անհավատությանը օգնիր, սիրելիներ, թող Տերը այսօր մեզ օգնե, որ մենք մեր անհավատությունը տեսնենք, մեր չկայացած լինելը տեսնենք, հավատացողին ամեն բան կարելի է, բայց մենք մեր հոգսերն ենք դրա առաջ, մեր խնդիրներով ենք եկել այսօր, այդ խնդիրները հանձնիր Տիրոջը, Տիրոջ այցելությունը, Տիրոջ հետ հանդիպումը, այդ բոլոր հարցերի պատասխանը կտա, թող Տիրոջ անունը փառավորվի, թող Տիրոջ անունը փառավորվի, քույրեր եղբայրներ, ես Վանաձորից եմ, անունս Արթուր եմ, շատ ուրախ ենք, որ ձեր մեջ ենք, թող Աստված օգնի, որ իրոք իր շնորհքով լցվենք, իր շնորհքով առատանանք։ Գիտեք, քույրեր եղբայրներ, Աստված միշտ էլ ուզում է օգնի իր ժողովրդին։ Աստված միշտ էլ ուզում է լցնի իր խոսքով, իր զորությունով։ Բայց մի կարևոր հանգամանք գոյություն ունի, ես ուզում եմ մի քիչ դրա մասին շոշափենք այսօր, խոսենք, ուրեմն Մատթեոս ավետարանի մեջ 9-րդ գլխի 14 համարից պիտի կարդամ, Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 14 համարից։ Այն ատեն Հովանեսի աշակերտները նրան եկան ու ասեցին. ինչու
մենք ու փարիսեցիները շատ անգամ ծոմ կպահենք, իսկ քո աշակերտները չեն պահում։ Եվ Հիսուս ասեց նրանց. «Միթե կարելի է, որ հարսանեկի տղաքը սուկ պահեն, քանի որ փեսան իրենց հետ է, բայց օրեր պիտի գան, երբ փեսան իրենցից պիտի վերցվի, այն ժամանակ ծոմ պիտի պահեն։ Մեկը չի ձգեր նոր լաթի կտորը հին հանդերձի վրա, քանզի այն, որ նրա լրության համար դրված է, կառնի հանդերձից ու պատրվածք ավելի գեշ կլինի։ Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ կդնեն, քանի որ տիկերը կպատրվեն ու գինին կթափվի, եւ տիկերը կկորսվեն, ապա նոր գինին նոր տիկերի մեջ կդնեն ու երկուսն էլ կպահվեն»։ Եվ տեսնում ենք, որ մոտեցան Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները Հիսուսին այսպեսի հարցադրումով, որ ինչի մենք ծոմ ենք պահում, բայց քո աշակերտները չեն պահում։ Եվ Հիսուսն էլ բացատրեց իրանց ինչա տեղ ունենում։ Քուրեր եղբայրներ, շատ լավ հարց էին տալի Հիսուսին, շատ լավ բան էին անում, շատ կարևոր եւ ճիշտ գործողություն էին անում այս մարդիկ, ծոմ էին պահում, դա շատ լավ բան է, այսօր մենք էլ ենք շատ բան անում, շատ բան ուզում, բայց Հիսուս Քրիստոս մի կարևոր ուղղություն բացատրեց իրանց եւ ասեց, որ նոր կտորը հին հանդերձի վրա չեն կարում եւ նոր գինին հին տիկերի մեջ չի լցվում, որտեղ կպատրի ասմա հանդերձից, չէ, եւ ավելի գեշ կլինի պատրվածքը եւ ասմա նոր գինի երբ որ լցնես հին տիկերի մեջ կթափվի, կպատրվի եւ կթափվի այդ գինին։ Ինչ էր բացատրում մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Գիտեք, մենք իրականում շատ լավ բան ենք ուզում Աստծուց, բայց Աստված մարդուն ցույց է տալի, որ իրան ներսում կա մի կարևոր խնդիր, որ դու այդ լավ բանը, որ ուզում ես, որ ես քեզ տամ այդ լավ բանը, դու դա չես կարա պահես, դա իր ճիշտ տեղը չի կարա օգտագործվի։ Եվ փարիսեցիները երբ որ ծոմ էին պահում, բայց նրանց ներսում այդ հին բնությունն էր գործում, այդ իրանց պահած ծոմը օգուտ չէր, այդ իրանց, չգիտեմ, հոգևոր արարողությունները օգուտ չէր։ Եվ Հիսուս մեր Տերը բացատրում է, եւ ասում է, լա նախ ձեզ պետք է հանդերձը փոխեք, լավ պետք է մարդուն իր բնությունը փոխի, մարդուն պետք է իր ներսը փոխվի, որովհետև մարդը աղոթք է անում, Տիրոջից բաներ են խնդրում, զորություն են խնդրում, չգիտեմ, կյանք են խնդրում, օրհնություններ են խնդրում, բայց իրականում մարդուն պիտի այս ներսի բնությունը, մարդու հին բնությունը պիտի փոխվի, որպեսզի այն որ Տերը տալիս է, կարողանա մարդը պահել, կարողանա ճիշտ տեղը օգտագործել։ Հիմա եթե ես պիտի ծոմ պահեմ, բայց իմ եղբորը չներեմ, իմ քույրիկին չներեմ, իմ պահած ծոմը, գիտեք ինչի է նման, երբ որ Բաղամի մարգարեները իրանց կտրատում էին, չէ, իրանց տանջում էին, բայց օգուտ չուներ։ Եվ ես շատ ժամանակ այդպես կնմանվեմ այդ մարդկանց, որ առանց իմ ներսի վրա ուշադրություն դարձնելու ես ինձ տանջեմ, բայց իրականում օգուտ չունի դա։ Եվ մենք տեսնում ենք, որ ավետարանի մեջ, Հովանու ավետարանի մեջ, Հիսուս Քրիստոսը ասեց, Հովանու ավետարան 8-րդ գլխի մեջ, մենք կարդում ենք Հովանու ավետարան 8-րդ գլուխ 21 համարից, 21-22 համարները, Հիսուս նորից ասեց նրանց, ես կերտամ ու ինձ պիտի փնտրեք, և ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք, ուր որ ես կերտամ դուք չեք կարող գալ, Սրա վրա հրյաներ ասում են, միթե ինքը զինք պիտի մերցնե, որ ասում է, թե ուր ես կերտամ, դուք չեք կարող գալ։ Հիսուս մեր Տերը ասավ, ես գնում եմ, բայց ու որ գնում եմ, դուք հիմա չեք կարող գալ։ Ինչի,
Պատճառը ո՞րն է։ Պատճառը նա որ մարդը պիտի մեռնի այս աշխարհի համար։ Մարդը պիտի ճանաչի իր բնությունը։ Մարդը պիտի հասկանա իր ներսի բնությունը, ինչ բնություն է նստած, ինչ բնությունով ապրում մարդը։ Եթե դու տեսնում ես քո հին բնությունը, դու պիտի ազատվես դրանից։ Դու պիտի նոր բնություն հագնես, նոր հանդերձ հագնես, որպեսզի էլ կարկատանի գործ չլինի։ Դու պիտի նոր տիկ դառնաս, որ այդ կյանքը երբ որ լցվի քո մեջ, դա պահվի քո մեջ եւ իր տեղին օգտագործվի։ Երբ որ կարդում ենք հաջորդ համարը Հովանու ավետարանի մեջ 16-րդ գլխի Հովանու 16-ի 12-ը Հիսուս տեսեք ինչ է ասում. ձեզ տակավին շատ բաներ ունեմ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Ես ասում եմ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Ինչի հիմա չէին կարող տանել։ Որովհետև փոխված չէր մարդը, որովհետև մարդը պիտի ապաշխարեր, մարդը պիտի ճանաչեր իր մեղավոր բնույթը, մարդը պիտի իր վրայից հաներ այդ հին հանդերձը, պիտի հաներ հինը եւ հագներ նորը։ Երբ որ Քրիստոսի խաչելությունից հետո աշակերտների վրա իջավ Սուրբ Հոգին, նրա հարությունից հետո եկավ Սուրբ Հոգին եւ փոխվեց նրանց կյանքը, այդ ժամանակ եւ գինին լցվեց նոր տիկերի մեջ եւ նոր հանդերձներ հագան հոգեվորապես, այդ իրանց մարդկային արդարությունը մի կողմ դրեցին եւ մենք տեսնում ենք, որ Աստծո ամեն օգնությունները նրանք օգտագործում էին տեղին եւ Աստծո ամեն ասածը գնում էր իր ճիշտ տեղը։ Բայց այսօր մենք պիտի նայենք մեր կյանքը, քուրեր եղբայրներ, լավ բաներ ենք ուզում, շատ լավ բան ենք ուզում, բայց քանի որ ին կյանքը փոխված չի, Աստված այդ լավ բաները որ տվեց, ես կվատնեմ, ես կփչացնեմ, ես կօգտագործեմ որպես սուր իմ եղբոր դեմ, իմ քույրիկի դեմ։ Ես կարդում եմ խոսքը, որ գիտություն հավաքեմ, որ կարողանամ ինչ-որ բաներ ապացուցել մարդուն, ինչ-որ բաներ, ինչ-որ մարդկանց դեմը դնեմ։ Սա մարդկային արդարություններն է, քուրեր եղբայրներ։ Դրա համար Հիսուս Քրիստոս ասեց. ժամանակը կգա եւ նրանք էլ ծոմ կպահեն։ Այսինքն երբ որ կբացվի իրանց, երբ որ կհասկանան ինչ է մարդու ներսում թաքնված, կապաշխարեն այդ ժամանակ իրանք էլ կսկսեն ծոմ պահելը եւ այդ ծոմը արդեն իր տեղին կարժանանա։ Երբ որ կարդում ենք Գործք առաքելոցի մեջ, Գործք առաքելոց 8-րդ գլխում, սա այնտեղն է, երբ որ Փիլիպոսը ավետարանչություն էր արել եւ շատ մարդիկ մկրտվել էին եւ Հովանեսը եւ Պետրոսը գրվածավորեկան լսեցին, որ այսպես մարդիկ ապաշխարել են եկան այդ տեղը։ Ուրեմն Գործք առաքելոց 8-րդ գլխի 17 համարից պիտի կարդամ։ Այն ատեն ձեռքերին դրեցին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առան, երբ տեսավ Սիմոնը, թե առաքյալներին իրանց վրա ձեռ դնելով Սուրբ Հոգին կտրվի, նրանց ստակ տվին ու ասին, տվեց եւ ասեց. ինձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսի որի վրա ձեռք դնեմ, նա Սուրբ Հոգին առնի։ Տեսեք, մարդը առանց ապաշխարելու, առանց իրան ներսը ճանաչելու, ուզում Աստծո պարգևը, ուզում Աստծուց մի հատ զորություն, մի հատ ինչ-որ մի բան, որ ինքն էլ երևա, ինքն էլ չգիտեմ մարդկանց մեջ բաներ անի, բայց Պետրոս ինչ ասում շարունակության մեջ 20 համարը, եւ Պետրոս ասեց նրան. քո արծաթդ քեզ հետ կկորսվի, թող կորսվի, վասնզի Աստծո պարգևը կարծեցի թե ստակով կառնվի, դու այդ բանի մեջ մաս ու բաժին չունես, որովհետև քո սիրտը Աստծո առջև շիտակ չի։ Տեսեք, քո սիրտը Աստծո առջև շիտակ չի։ Եվ շարունակում է. ուստի այդ չարությունից զեղչի եք, որ Աստծուն աղաչե, թերևս ներվի քեզ քո սրտի չար խորհուրդը, որովհետև ես քեզ մաղձի ու դառնության մեջ եւ անիրավության կապի մեջ կտեսնեմ։ Ահա թե մարդու ներսը, քուրեր եղբայրներ, բայց մարդը այս ամենը չի տեսնում եւ ուզում է Աստծո պարգևը, ուզում է Աստծուց զորություն, ուզում է Աստված իր կյանքում մեծամեծ բաներ անի, իր միջոցով չգիտեմ ինչեր անի,
Բայց պաստորեն մարդը պիտի ապաշխարի հլա։ Պաստորեն մարդը պիտի ճանաչի իր ներսը, ճանաչի իր մեղավոր բնությունը, ասում է ես քեզ տեսնում եմ մաղձի ու դառնության մեջ եւ անիրավության կապի մեջ եմ տեսնում։ Թող Աստված օգնի մեզ, քուրեր եղբայրներ, որ երբ որ իր խոսքը լսում ենք, այդ ամենը մեր ներսը փոխանցենք, թողնենք որ մեր ներսը մտնի, թողնի որ մեզ փոխի այդ խոսքը, մեր հին բնությունը ճանաչենք մենք, որովհետև առանց ճանաչելու, ինչ լավ բաները որ խնդրես, դա ապարդյուն է լինելու։ Մի հատ համար եմ ուզում կարդամ եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Եբրայեցիս 6-րդ գլխի մեջ գրված է, Եբրայեցիս 6-ի 7-ից եմ կարդալու։ Վասնզի այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը կխմի եւ արդյունք կբերի, պիտանի նրանց, որոնց համար կմշակվի, Աստծուց օրհնություն կընդունի։ Բայց այն, որ փուշեր ու տատասկներ կաճեցնի, անպիտան է ու անեծքի արժանի եւ պիտի այրվի։ Ուրեմն այն երկիր, այսինքն ես, որ Աստծուց այդ օրհնությունները ընդունում եմ, բայց փուշ ու տատասկ եմ աճեցնում, դա անեծքի արժանի է, պիտի այրվի ասма։ Փաստորեն կա, այդ իրականությունը կա ժողովուրդ ջան, որ Աստված, երբ որ մարդուն այցելում է, երբ որ մարդուն օրհնում է, մարդը քանի դեռ չի ապաշխարել, քանի դեռ չի հասկացել իր ներսի վիճակը, այդ օրհնությունները մարդու կյանքում փշեր ու տատասկներ են աճեցնում։ Մարդը Աստծո օրհնությունը օգտագործում է իր ցանկությունների համար, իր փառքի համար, իր չգիտեմ ինչերի համար։ Բայց ասում է այն երկիրը, որը որ այդ անձրևները ընդունում է եւ պիտանի արդյունք է տալի ցանողին, ուտողին, ասում է այդ երկիրը պիտի օրհնվի։ Այո, այսօր իրականության մեջ սա է։ Ես Աստծուն եկել եմ, իմ օգուտը ինչի համար եմ եկել, արդյոք եկել եմ որ Աստված ինձ փոխի, արդյոք եկել եմ որ Աստված ավելի խորը բացի իմ ներսը, ավելի խորը ես ճանաչեմ ինձ, որովհետև ես տեսնում եմ որ իմ մեջ լավ բան չկա, որ մարդը հասկանում է սա, Աստված այս մարդու վրայից այդ հին հանդերձը հանում է եւ տալիս է նոր հանդերձ առանց կարկատանի։ Աստված այս մարդու հին տիկը հանում է իր վրայից եւ նոր տիկ է դարձնում, որ այդ գինի երբ որ լցվի, այս գինին մնա եւ ծառայի, պիտանի լինի նրանց ում պետք է։ Թող փառավորվի մեր Հիսուս Քրիստոսի անունը։ Վերեք կանգնենք աղոթքի քուրեր եղբայրներ եւ Աստծուն խնդրենք, որ Տերը մեր ներսը լուսավորի, որ Տերը մեզ օգնի, որ մենք ճանաչենք մեզ եւ ապաշխարությունով գանք իր առաջ։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, սիրելիներ։ Ես էլ եմ Վանաձորից, ոնց որ համընկավ, ես էլ եմ Արտուր, Փառք Տիրոջը, հեշտ կհիշենք։ Սիրելիներ, ուզում եմ Տիրոջ խոսքից մի առակի շուրջ կիսվենք, երբ որ Տեր Հիսուսը Մատթեոս 13-րդ գլխի մեջ հիշեցնում է մի առակ, այսօր ճիշտն ասած, այդ առակը մի քիչ մենք միգուցե շատ կարճ ենք հասկանում, որոմի առակն է գրված է 24-րդ խոսքից, երբ որ Տերը որոմի առակն ասում, մեզ համար այդպես է մի քիչ ասում ենք, որ փառք Աստծու մենք երկնքի որդիներն ենք, արքայության որդիներն ենք, բայց որոմներ էլ կան։ Ու այս առակը սրանով մեզ համար սահմանափակ է եղնում, սիրելիներ, այսօր ուզում եմ որպեսի մի փոքր անդրադառնանք հենց այդ որոմների վրա։ Արմեն եղբայրը խոսքի սկզբից հիշեցրեց, որ այսօր շատերս գալիս ենք Տիրոջ տուն եւ խնդրում ենք, որ շատ հոգսերից, շատ դժվարություններից ու գիտեք, իրոք դա տենց ամբողջ շաբաթը սպասում ենք, որ մեր հոգսը բերենք, մեր խնդիրը բերենք ու երբ որ ուշադիր նայում ենք մեր ամեն օրվա խոսքը, ամեն օրվա աղոթքը, միայն սա է, Տեր, այս ինչ բանը խանգարում է, այն ինչ բանը խանգարում է, այս ինչը եթե սենց եղներ, եթե իմ առողջությունը սենց եղներ, ավելի լավ կեղներ, ու գիտեք սելիներ, շատ ժամանակ գալիս է այնպեսի մի բան, որ մեզ թվում է, թե Տերը կամ չի լսում, ման ենք գալի, ասում ենք, մեր մեջ ինչ կա, որ Տերը չի լսում։
Էս ինչի չի, բայց քան խնդրում ենք, ինչի չի Տերը մեզ ողորմություն անեմ, բայց մենք չենք հասկանում սիրելիներ, որ արդեն իսկ Տերը մեզ ողորմություն անեմ։ Երբ որ այդ առակը կարդում ենք, ես չեմ ուզում ժամանակի պահով երկար կարդամ այդ առակը, բայց ուզում եմ միտեղ հիշեցնեմ, երբ որ եկան ասեցին ծառաները, Տեր, այդ հասկերի հետ կողքից որոմել աճ է։ Ինչ անենք։ Մեր ամենալավ տարբերակը որն է սիրելիներ, որ միանգամից որոմները հանենք։ Որոմները հանենք, որովհետև պետք է այդ պարարտությունը այդ հասկին ինչ անի աճացնի։ Պետք է այդ պարարտությունը, որ կողքից որոմ չկա, ավելի լավ մեղնի։ Այս Տերը զարմանալի մի պատասխան տվեց, ոչ ասավ։ Թողեք, որպեսզի այդ որոմը ինչ անի, աճի։ Միթե այդ որոմը չի խանգարեմ։ Միթե այդ որոմը չի խանգարելու են բարի, են լավ, որ մեկին 100 մինչև կարա հասկ տա։ Երբ որ մտածում էի, ասում եմ, երբ որ եկավ այդ այգեպանը, տիրոջն ասավ, գիտես, են ծառը արդեն 3 տարի է, 3 տարի է պտուղ չի տալիս։ Ես մտածում եմ, ասում եմ, այդ 3 տարվա մեջ ինչքան է ջանք արել այդ այգեպանը, ինչքան է այդ ծառան, այդ աշխատող մարդը, որ պետք է ծառերը ինքը հոգ տանի ծառերի համար, ինչքան է աշխատել սիրելիներ, բայց մի հատ հետաքրքիր բան ասավ։ Ես մի անգամ չասավ ես գնամ, էլի, չգիտեմ, ինչեր անեմ, մաքրեմ հանկարծ կողքից մոլախոտեր չեղնի, կողքից խանգարող բաներ չեղնի թակառակը, ասավ ես մի անգամը պետք է թրիկ դնեմ դրա տակ, գիտեք, դրա մեջ ինչքան շատ է մոլախոտ աճեմ։ Հետաքրքիր մոտեցում ցույց տվեց, ասավ եթե ես մի տարին էլ չբռնի, ես հույս ունեմ, որ արդեն իսկ նա պետք է պտուղ տա, որովհետև խանգարող բան կա, երկոցի մեջ, երբ որ կարդում ենք առաջի գլխի վերջի համարում, այսպիսի խոսք ասեմ, ներողություն երկրորդ գլխի առաջի համարում, այսպիսի խոսք ասեմ, կինը, ես Սարոնի ծաղիկն եմ ու հովիտների Շուշանն եմ։ Հետաքրքիր է, ես Սարոնի ծաղիկն եմ եւ հովիտների Շուշանն եմ, բայց երբ որ կարդում ենք հաջորդ համարը, ինչ ասեմ մարդը, ինչպես Շուշանը փուշերի մեջ, այնպես է իմ սիրուհիս աղջիկների մեջ։ Այսինքն, այդ Շուշանի գեղեցկությունը, այդ Շուշանի հոտը հենց փուշերի մեջ է, որ հաճելի է։ Ցանկացած ծաղիկ, ինչքան էլ գեղեցիկ եղնի, նրա դիզայնը, նրա հոտը, նրա, չգիտեմ, տեսքը, մեր տանը, երբ որ ծաղկամանի մեջ անա երկար կյանք չունի սիրելիներ։ Եվ Աստված այսօր մեր հոգսերի, մեր խնդիրների, մեր դժվարությունների համար ունի պատասխան։ Մենք ասում ենք, վերացրու ես որոմը, մեզ խանգարում է, այս ինչ մարդը, միգուցե այդ որոմը գիտեք սիրելիներ, կարա նույնիսկ անձել եղնի, դա կարա եղնի մի մարդ, որ քեզ խանգարում է, մի եղբայր եղնի, մի քույրիկ եղնի, որ միշտ նեղում է։ Բայց մենք չգիտենք դրա տակ ինչ կա թաքնված։ Պողոս առաքյալը, հիշում եք, խնդրեց Տեր, մի հատ նեղիչ ունեմ, ազատիր ինձ այդ նեղիչից։ Տերն ինչ ասավ, ազատեց։ Ասավ չէ, Պողոս, էլ չխնդրես։ Էլ չխնդրես այդ նեղիչը հենց քո փրկության համար է, որ դու Պողոս դառնաս։ Դու չգիտես, ես քեզ նախասահմանել էի, որ դու պետք է առաքյալ եղներ, բայց ինչի մեջով պետք է անցնես։ Պետք է այդ որոմները, այդ փշերը, այդ նեղությունները քո հետ մինչև վերջ գան։ Վերջում քո պտուղը պետք է երևա։ Ես հիշում եմ մի եղբայր, երբ որ վերջերս եկել էր մեր մոտ եւ զրույց էինք անում, մի հետաքրքիր բան պատմեց, ասում է, երբ որ տարիներ առաջ դեռ լատենց շատ եղբայրներ չկային, խոսացող ինքը Ռուսաստանում էր, Վորոնեժ քաղաքում էր, կարծեմ, եթե չեմ սխալվեմ, եւ ասում է, որ մի հատ եղբայր ունեինք, դժվար ապրող, վերջը, այս մարդը 2 հեկտար տենց մի կերպ պարտքով, չգիտեմ, տոկոսով փող ա վերցնեմ, որ վարունգ ցանի, եւ ասում է, երբ որ այդ վարունգը ցանել էր, արդեն ծլերը դուրս էին եկել են, ջրելու լավ վախտն էր, ասում է, եւ մեր եղբայրները ասում եկան, ասեցին, որ ավետարանչության գործ կա, եղբայր, պետք է գնանք, դու մեր հետ գալիս ես, թե, եւ այս եղբայրն ասում է, որ հիմա կանգնել եմ, նայեմ եմ այս
արտին, որ ցանած է այդ դաշտին, նայում եմ եղբայրներին, մարդ չկա, որ գնա ավետարանչության, եւ ասма ձեռը թափա տալի դաշտի վրա, ասma գնացինք ավետարանչության, ասma չգիտեմ ինչքան ժամանակ տևեց, երբ որ արդեն վերադարձանք եւ հարևանները գալիս են ասում են այ ախպեր ջան, ես որտեղ ես, չես գալի, քո այգուն տեր չես եղնեմ, այս տարի էլ տոթը տվել է, ոչ մեկի բերքը լավը չի եղել, դու էլ լրիվ թողել ես, գնացել ես եւ ասма դե ասի փառք Տիրոջը, երբ որ ասма մոդիկացա այդ իմ արտին, տեսա որ ամբողջ արտը սենց մոլախոտը քոլը կողած է, սենց մեր լեզվով ասած, ու ասма սենց ամբողջ դաշտ ասма քոլը կողած էր, ոչ քախանանող է եղել, ոչ մաքրող է եղել, եւ ասма երբ որ մտա այդ թփերի տակը տեսա, ասма փառք Տիրոջ, ասма այնքան բերք կար, որ ոչ թե ես վնաս էի կրել, այլ մի բան էլ օգուտով դուրս է եկել։ Թող փառավորվի մեր Տիրոջ անունը, սիրելիներ։ Այսօր մեր կյանքում այո կան դժվարություններ։ Մեր կյանքում Տերը թույլ է տալիս։ Ինչի համար։ Մի հատ համար կա Հռոմեացի 8-րդ գլխի 28 համարում գրված է. ամեն բաները բարիի գործակից կլա անոնց, որոնք որ Աստված կսիրեն։ Այսինքն Աստված կարողանում է եղբայրներ, քույրեր, այն բանը, որը որ չարիք է մեզ համար, այն բանը, որ նույնիսկ մեր կամքով չի կպել է մեզ, փաթաթվել է մեր վրա, մոլախոտ է, բայց Աստված այդ մոլախոտը օգտագործում է բարի համար։ Այդ մոլախոտը օգտագործում է, որովհետև եղբայրները հիշեցրեցին Աստծո ծրագիրը սիրելիներ մեր կյանքի մեջ ժամանակավոր ու կարճ չի։ Այս մեր 60-70-80 տարվա ծրագիր չի։ Աստծո ծրագիրը հավիտենության համար է։ Իսկ այդ հավիտենությունը տեսնելու համար Աստված ինքը տենում է, թե ոնց պետք անի մեր այս կարճ կյանքի մեջ, որ մենք կարողանանք հավիտենություն ապրենք։ Ես մի օրինակ էլ ուզում եմ բերեմ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ, երբ որ Հովսեփի կյանքը իր եղբայրները դառնացրեցին։ Եվ որ Հովսեփի կյանքը ճիշտ է, գրված չի, որ Հովսեփին ծեծում էին, Հովսեփին, չգիտեմ, ասենք, հայհոյում էին, այդպիսի բաներ չկա գրված, բայց Հովսեփը իր այդ կյանքի մեջ ինքը հոգեբանական, ինքը հոգու ցավ էր ապրեմ, ինքը տանջանք էր կրեմ, եւ տեսնում ենք այդ կյանքը, որ Հովսեփը ծախվել էր բանտերի մեջ, դժվարությունների մեջ, թեև տեսնում ենք, որ այդ ներիչները կարծես թե Հովսեփին այդքան էլ շատ չէին ինչ որ բաներ ասեմ, բայց ինքը իր մեջ միգուցե մտածեր, եկավ հասավ մի պահ, ես նայում եմ, ասում եմ Տեր Աստված, այս մարդը արդեն դարել է Եգիպտոսի երկրորդ մարդը, ինչի՞ չի ասա, օրինակ, լա կարգը բերեք, ընդամենը մի քանի օրվա միգուցե ճանապարհ եղներ, պետքա գնամ ես գտնեմ իմ հորը, պետք է գնամ գտնեմ իմ աղբերներին, որտեվ սիրելիներ, Հովսեփը հավատում էր, որ այդ նեղությունը Աստծուց է տրված։ Ինքը հավատում էր եւ ինքը սպասում էր, ոչ թե ինքը ազատվեր, ասեր ես այս որոմը կտրեմ լա աղբերներից գնամ տենամ, ոչ սիրելիներ, եւ տեսնում ենք դրա փառահեղ վաղճանը ինչ տեղ ունեցավ, իր եղբայրները արդեն ինչպես եղբայրը հիշեցեց խոսքի մեջ, արդեն զղջացած, արդեն ապաշխարած եկան իր աղբոր ոտնանգան ասեցին, աղբեր, մեզների, գիտեք ինչ խոսք ասավ, այն որ դուք չար բան էիք, ես իմ բառերով եմ ասեմ, պատրաստել ինձ համար, Աստված նա բարի փոխեց, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Սիրելիներ, ուզում եմ որպեսի ավարտեմ խոսքը եւ այս մի բան ասեմ, կա մեր կյանքերի մեջ խանգարող բաներ, բայց հիշեք, դրանք խթաններ են։ Կա խանգարող բան, Պողոս առաքյալին Տեր Հիսուսն ասավ, խթանին քացի տալը ինչ չի, հարմար չի, չես կարա։ Այդ խթանը դրված է, որ դու զգաստանաս։ Այդ խթանը դրված է մեր լուսահոգի վրեժ եղբայրը, հիշում եմ մի տենց բան ասավ, ես էլ ասեմ ու կանգնենք աղոթքի, ասում է, երբ որ եղբայրները ինձ մի տեղ էին ուղարկելու, որ պետք է Աստծո խոսքը խոսամ, եւ ասում այդտեղ ոնց որ նենց էր, որ ես էի ավակը, եւ ասում մտածում եմ, ասում ես ինչ լավ է, ոնց ուզեմ տենց կասեմ, ոնց կուզեմ կասկասնեմ, եւ ասում մեկ էլ տենամ, որ մի հատ ուրիշ եղբայրել են դրել։ Եվ ասում նեղվեցի, ասի այ աղբեր, այս աղբորն ես ինչի դրեցին, ենա ես կարամ ինձ մար
նորմալ հասկացնեմ, ոնց կուզեմ, եւ ասում եմ, երբ որ աղոթքներ է անում, Տեր ինձ ասավ, այդ եղբայրը հատուկ դրված է, որ դու քո կյանքում զգաս տեղնես միշտ։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Սելիներ, այն հարդերը, այն կողքից խանգարող բաները, որը որ մեզ համար թվում է մենք վերացնենք, ես ճիշտ է մի քիչ երկարում է ոչինչ, մի բան էլ հիշեցի, երբ որ այսպիսի պատմություն կա, ասում է, մի փոքր ծառ ինքը միշտ տրտնջում, ասում է, այս կողքից մեծ ծառերը ինձ շվակ են անում, չեն թողում, որ մի հատ նորմալ արևի երես տենամ, չեն թողում տենամ, եւ մի օր էլ որ մի մարդ անցնում է կացինով, ասում է, խնդրում, ասում է, ինչ կեղն է, ասում է, այս կողքից ծառերին, ասում է, կտրիել է, ասում է, ինձ խանգարում են, եւ այդ կտրում է, դա պատմություն է, ուղղակի պատմությունն է, բայց միտքն է հետաքրքիր, երբ որ այդ ծառները էլ չեն եղնեմ, իրան թվում է, թե ինքը պետք է ավելի մեծ ծառ դառնա, բայց այդ առաջի տարին ցրտահարությունից այդ ծառը ինչ է եղնում, չորանում է։ Սելիներ, այսօր Աստված մեզ կանչել է, ոչ թե հարթ ճանապարհով գնանք, Աստված այսօր մեզ կանչել է Քրիստոսի ոտնահետքերով գնանք։ Գիտեք, հենց այդպես գրված է ոտնահետքերով, ես մի պատմություն հիշեցի, երբ որ մեր եղբայրներից մեկը Ռուսաստանի այսպես էր պատմում, ասում է, այդ ամուսինը վերջը հավատքի կյանքից ընկնում է, խմելով է տրվում, կյանքը դառնանում է, բաժանվում է ու երեխու հետ ապրելուց է եղնում ու ասում է մի օր էլ փողը տալիս է երեխուն, ասում է գնա այդ գյուղի խանութից մի շիշ օղի բեր եւ սպասում է այդ երեխեն էլ ձուն է եկած եղնում գիշերը, սպասում է եւ պատուհանից նայում է երեխեն ուշանում է, վերջը տեսնում է որ այս երեխեն օրորվելով գալիս է, իր մեջ ասում է ինչ արել ար, ասում է իմ արաղը խմել է եւ երբ որ դուրը բացում է այս երեխուց են ստոշերից հավաքում, ասում է խմել ես, ասում է այդ արաղը, ասում է չէ պապ ջան, արաղը տեղում է, ասում է այդ ոնց է իր քայլում, ասում է գիտես խորը ձուն էր եկել, ասում է ես ասում եմ քո ոտնահետքերով էի գալիս, որ քո տրորած տեղերով գամ։ Եվ այս մարդը, գիտեք, մտածում է, խորը մտածում է, ճիշտ է, ինքը խնդիրներ է ունենում, բայց այդ երեխու ասած խոսքը սելիներ ստիպում է, որ այս մարդը որոշ ժամանակի ընթացքում նորից ապաշխարի, նորից միանա իր ընտանիքին եւ հոգևոր կյանք ապրի։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուսի անունը։ Սելիներ, Աստված ինքը մեզ առաջ չի բրթել, Հիսուսը երբեք չի ասել, դու առաջ գնա, ես քո հետևից գալիս եմ։ Գիտեք, այսօր մենք պատերազմներ ենք տեսել, մենք այսօր տեսել ենք, որ հրամանատարները այսօրվա մեր ոնց են, իրանք հետևի դիրքերում են նստած, իրանք ասենք մի քիչ ավելի թիգունքում են եղնում եւ կռիվ անողները զինվորներն են, բայց սելիներ մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդպես չի եղել։ Ինքը ասում է իմ շավիղներին հետևեք։ Ես ձեզանից առաջ բացել եմ այդ ճանապարհը։ Եթե մեկը կասի, որ ես ավելի քիչ եմ տանջվել, գիտեք սելիներ, Սուրբ գրքում նույնիսկ Հոբի չարչարանքները համեմատելի չեն, մի փոքր անգամ համեմատելի չեն Հիսուս Քրիստոսի կրած չարչարանքների համար, որ իր արչև դրած ուրախության համար խաչը հանձնառավ, ամոթը արհամարեց, բացեց մեզ համար երկնքի ճանապարհը եւ այսօր ինձ ու քեզ ասում է մի քիչ էլ համբերի, թող փառավորվի Տիրոջ անունը, կարանք համբերենք ժողովուրդ ջան, կարանք համբերենք, եկեք կանգնենք աղոթքի եւ գիտեք սելիներ, ուզում եմ որպես ես աղոթքի մեջ ոչ թե խնդրենք Տեր մեզ ազատի այս մեր կողքի որոմներից խանգարող բաներից, եկեք ասենք Տեր, դու ես տեսնում մեր առաջ դրած ճանապարհը, դու ես գծել այդ ճանապարհը, ամեն մեկիս համար դու ունես գծած ճանապարհ, ունես մեր կողքի մի նեղիչ, որ այդ նեղիչը մեզ միշտ զգաստ պահի, թող փառավորվի Տիրոջ անունը։ Փառ Տիրոջ ժողովուրդ ջան, փառք Հիսուսին, միապելը սրտանց, փառք Հիսուսին, Ատերը օգնի ժողովուրդ ջան, թող Աստծո անունը փառավորվի, ցածրացրեք մի քիչ էլի իմ ձենը բարձր է, այս ժողովրդին չքարացնենք։ Իմ անունն էլ արտակ, ժողովուրդ ջան, Արտուր չի արտակա, ես էլ եմ Կիրովականից։ Թող Տերը օրհնի, եղբայրներ, քուրեր, ուրախ ենք այսօր ձեր մեջ լինելու եւ ուզում ենք Տիրոջ ողորմությամբ մի քիչ նեն ինչ որ մեր սրտերի մեջ կա փոխանցել։ Ձեզ մեզ բոլորիս։ Ընդհանրապես այս վերջի ժամանակների մեջ, երբ որ մենք նայում ենք, այդ հետարդարձ հայացք ենք գցում անցած տարիների եւ այսօրվա մեջ նկատում ենք մի կարևոր բան, ժողովուրդ ջան, որ մարդկանց կյանքի մեջ
պակասել ամենակարևոր բան աստվածպաշտության մեջ, հավատքը հավիտենական կյանքի եւ Աստծո երկյուղի հանդեպ։ Այսինքն մարդիկ հավատում են Աստծուն։ Այսօր գրեթե ոչ դեննականի մեր նախկին սուրվա Գյումրի մեջ որ ասնես, երևի ում հարցնես, մեկը չլինի, որ ասի ես չեմ հավատում Աստծուն։ Եսիմ կարող է 1000-ից մեկը գտնվի, թե չէ։ Բոլորն էլ ասում են փառք Աստծո, մեռն եմ Աստծուն, հավատում ենք Աստծուն, Աստված, հավատում են, իսկ մարդիկ ճիշտ են ասում։ Բայց ռեալ իրական հավիտենական կյանքին ժողովուրդ ջան, որ իրական կյանքը այս չի, այս կյանքից հետո այս իսկական կյանքը, որ մեր իսկական կյանքը Շիրակի գերեզմաններից կամ Բայանդուրի ճամփի գերեզմաններից հետո է։ Այս երկրային կյանքը ուղղակի մի ընթացք է, որ պետք է ամեն մեկս մեր ճանապարհն անցնենք։ Եվ Երանի նրան, որ այս ընտրության մեջ ճիշտ իր որոշումը կայացնում է։ Իսկ ոնց կարող է մարդը ճիշտ իր որոշում կայացնի, ժողովուրդ ջան։ Նրանով, որ պետք է ճանաչի Հիսուսին։ Ես ուզում եմ որպես խոսքի բնաբան կարդալ առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 20 համարը, առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 20 համարը այսպես է ասում. Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվեց, որ ճշմարիտը ճանաչենք։ Եվ ճշմարիտում ենք, այսինքն նրա որդու Հիսուս Քրիստոսում, նա է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Առաջին միտքը ասում է եկավ, որպեսզի ինչ անենք, ճանաչենք։ Նրան ճանաչենք, նրա որդու Հիսուս Քրիստոսին ճանաչենք, ժողովուրդ ջան։ Առաջին մնացորդած 28-րդ գլխի 9 համարի մեջ Դավիթը Սողոմոնին ասում է ճանաչի քո օր Աստծո։ Ինչի համար է Աստված ուզում, որ մենք ճանաչենք ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Լանայեք Հովաննու ավետարանի 14-րդ գլխի 6 համարի մեջ Տեր Հիսուսը հայտարարեց, ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ինչի է մեզ պետք որ ճանաչենք, բարեկամներ։ Ասեմ մի քանի մտքեր, տեսեք, մենք ում հետ ենք ավելի շատ մտերիմ մեր սիրտը բացեմ, ավելի շատ կիսվեմ, ավելի շատ հաղորդակցվեմ, ավելի շատ վստահեմ, ավելի շատ ընկերություն անեմ, ում հետ։ Հա? Ամեն պատահած մարդիկ, արած գնաս, ինչ որ սրտիդ մեջ կա, ասես, պատմես, կամ մի բան հարցնես, մի քիչ պիտի պակասամիտ մի որ թես բան անի։ Ամեն մարդ կիսվում է, հաղորդակցվում է, ավելի մտերիմ է այն մարդու հետ, ինչքան իր դիմացինին ճանաչում է։ Ինչքան է դիմացինին ճանաչում է, ինչքան դիմացինին վստահում է, ինչքան նրան մտերիմ է, այնքան ավելի կարողանում է իր սրտի եղած գաղտնիքները, ծածուկները, դժվարությունները կիսվել ասել, թե չի։ Ամեն պատահածի ոչ ես ասում, ասենք դեպքեր լինում է մեկ-մեկ եկեղեցին, որ ասենք ստեղ այնտեղ խոսում են, մեկի գալիս են սպասավորի մոտ, բախբեր ասում այս ասեցինք, սարին ասեցիր։ Ենորը մեր երիտասարդներից մեկը, հմի ամուսնության առաջարկություն արե, բայց գիտեմ, որ այս մարդը մինչև ինձ ասել է, արդեն մի քանիսի ասել է։ Հմի ընկերոջը ասեմ, հա ասում, ընկերդ ոնց է, ասեմ, խաբար ես, չէ որ ընկերդ առաջարկություն արե, գլուխը կախանում։ Ասում է դե արտակ աղբեր, ասում հրանայ, մի քանի տարբեր մարդկանց հետ խոսում են, որ գալիս ասեմ, մի եթե համաձայնությունը չեղնի, հով է գնացել ասել, բայց հովը չի ասել, դու ինչ ես արել, քու մտերիմներին կիսվել ես, քու մտերիմներին ասել ես։ Հմի նայեք ժողովուրդ ջան, այսօր մեր սպիտակը մեզպիսի խոսք կա, լոռի են Վանաձորում, ասում է դիմացինի ճանաչում ես, ասում է հետը չոր չեմ գնացել, չեմ աշխատել։ Չգիտեմ, ստի ասում են, թե չէ։ Հմիկ, եթե մեկին չես ճանաչում, դու չես կարա կիսվես։ Եթե դու չես ճանաչում Հիսուսին, դու չես կարա իրան ամբողջ օրին վստահես։ Ներող կլեք մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Հիմա եկել ենք մեկը ձեր դուռը, զանգը խփում է տան, ու ասենք մեկը մի հատ մարդ կանգնած ասում է, գիտես ինչ ասում է, քույրիկ ջան, մի բաժակ ջուր տուր։ Բնական է, բոլորս այդ ջուրը կտանք, չէ՞։ Ես էլ կտամ։ Բայց մեկ էլ դիմացինը կանգնում ասում է, գիտես ինչ ասում է, $1000 ինձ փող տուր ասում է, կամ մեքենատ ինձ տուր, գնամ ես ինչ գործին եք ուզ մեքենատ կբերեմ քեզ կտամ, կտաս հովոջան ավտոտ։ Խի ախպեր, բա հոգևոր է, Սուրբ Գիրքն ասում է ձեզանից ուզողին տվեք։ Ես էլ չեմ տա, ժողովուրդ ջան։ Հաց կտամ։ Բայց այդ մեծ գանձ իմ ունեցվածք իրան չեմ վստահ, որտեղ ես իրան չեմ ճանաչել։ Բայց եթե արտակ ախպերը գասի հովոջան, վռռազ մեքենաս փչացել է մի ավտո տուր համբարձում ջան, պիտի գնամ ես իշտեղ արտիկ հետ գամ, ավտոտ տամ, կտաս թե չէ։ Եթե դու չտանես, հաստատ ավտոտը կտաս։ Ինչ ճանաչում ես։
Այդպես է ժողովուրդ ջան, այսօր շատերը հոգևոր առաջընթաց ու կյանք չեն ունեն, պատճառը նա է, որտեղ Հիսուսին չեն ճանաչում։ Հիսուսի մասին կարող են խոսել, Հիսուսի մասին կարող են վկայել, Հիսուսի մասին կարող են պատմել, բայց Հիսուսին քշել է ճանաչել։ Ամերիկայում մի հատ միջոցառում է տեղ ունեցել, մի քանի հազար հոգանոց, այնտեղ ասենք կլմա այդպես միջոցառումներ, տարբեր հարանվանություններից, տարբեր տեղերից հոգևոր մարդիկ են հավաքված լինեն, եւ մի հատ երիտասարդ կանգնում է այդ միջոցառմանը եւ 23 սաղմոսը Տերը իմ հովիվն է անգիր արտասանում է։ Եվ որ այս մարդը շատ սքանչելի արտասանում է, սաղ ժողովուրդը ցնցեմ մալացյաներ, տարբեր մարդիկ են, մեկը ծափատալիս, մեկը չգիտեմ ինչ է խոսում։ Մի քիչ հետո արդեն այս միջոցառման կեսից հետո մի հատ տարեց մարդ է կանգնեմ, նույնպես այս մարդն էլ է 23 սաղմոսն արտասանում։ Եվ որ այս մարդը 23 սաղմոս արտասանում է, բոլոր դալիճը ոչ մեկը նստած տեղից չի վեկենում։ Ոչ մեկը գլուխը չի վրցացնում, ոչ մեկը չի ուրախանում, շատերը լացում են, շատերը նստած տեղից գլուխները կախում են։ Այնտեղ մի հատ երիտասարդ իր հորդ նստած ալում, ասում է հայրիկ ասում է։ Նոր մի քիչ առաջ այն երիտասարդը 23 սաղմոսն ասեց, ժողովուրդը ցնցում էր, ուրախանում էր, բայց այդ նույն սաղմոսը, նույն խոսքերը, այս տարեց պապն ասեց, այս ժողովուրդը չի շարժում տեղից, լացում են, ինչ է տեղի ունենում։ Ասում է զավակս, այդ երիտասարդը այդ հովի մասին էր պատմում։ Այդ հովի մասին խոսում էր, բայց այս տարեց պապը այդ հովին ճանաչում է։ Ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ մենք իրան ճանաչենք։ Որտեղ եթե դու Հիսուսին չճանաչես, դու չես կարա իրան պաշտես։ Քո պաշտամունքը կլի, ասենք, արտակուս sense, գիտեք, եւ հիմա դա է պատճառը, նայում ես մարդը 40 տարի, 50 տարի եկեղեցու մեջը, հավատքի մեջը, մեղվեմ, բամբասեմ, վիրավորվեմ, լացել եմ, ինչ չայցելեցին, ճաշեփեց, հարսես միսի ինչ տվեց, թորից տվեց։ Այս մեկը էս ասա, վայ իմ մասին են խոսացին, այս մարդը չի ճանաչում Հիսուսին, ժողովուրդ ջան։ Մեկ էլ ինչ աղե, կայթակղվել եմ, դե մենք շատ առաջներում շատ ենք Գյումրի գալիս, շատ էինք, նմիկ հնարավորությունները չի, ժամանակներս չի բավականացնում, ասենք, հիշում եմ մի անգամ մի հատ եղբոր եկանք, բա Արտուշ ջան ինչ եղե, հեջ Արտակ ջան, շտա բրծավ ընկավ, այս մեկը նենց եղավ, բան խոսում էինք, այս մարդ ասում, այ մարդ չեն ճանաչում այս մարդիկ ասում։ Հնի մարդը մարդից նեղանում է, եկեղեցի չի գնում։ Ինչ է, եկեղեցինա կամ հովիվնա քո մայրակյանքը դրե։ Սերներ առաջի քայլը մենք պետք է ճանաչենք Հիսուսին։ Այ երբ որ մարդը ճանաչում է Հիսուսին, ինչ է տեղի ունենում այս մարդի կյանքի մեջ։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 32 համար։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 32 համար։ Տեր Հիսուսն ասում է ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի քեզ, մեզ ազատ կանի։ Այսօր ինչ է նշանակում ճշմարտությունը ճանաչես, որ ազատվես, ժողովուրդ ջան։ Նայեք 20-րդ դարի կեսից էսկոմ Սատանան մի հատ խապկանք մտցրեց եկեղեցիների մեջ։ Եվ այսօր շատ եկեղեցիներ ասում են, մենք ազատ ենք, Տեր ազատ էլա, մենք ազատ ենք։ Այո, մենք բոլորս ազատ ենք, բայց ինչից ազատ է Տերը։ Գաղատացիս թղթի մեջ ասում է, ձեր ազատությունը թող մարմնի ազատություն չտա։ Այսօր շատերն ասում են, գիտես կարևորը սիրտն է, Աստված գիտի իմ սիրտը, ես ազատ եմ։ Ժողովուրդ ջան, մենք մեղքի ստրկությունից ենք ազատված։ Ոչ թե մեր ուզած կամքը անելու, ոչ թե մեր սրտի ուզածն անելու, մեր ցանկությունը կատարելու, այլ մեղքի իշխանությունից ազատված ասում պաշտելու։ Լանայեք Ղուկաս ավետարանի առաջի գլխի մեջ, երբ որ Զաքարիան Մարգարյանում էր Տեր Հիսուսի մասին, ասում է նա եկավ, որ մեզ ազատի մեր թշնամիի ձեռից 70 խոսքի մեջ է, որ այն երկյուղ պաշտենք մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Այսինքն ժողովուրդ ջան, մարդը ինքը լավ դերասան է, գիտեք։ Շեքսպիրը շատ լավ է ասել։ Շեքսպիրն էսպես ասում, աշխարհը բեմա մարդիկ դերասան։ Քո կողքին նստած է, քո ամուսինն է, քո կինն է, ժպտում է, բայց դու իր սիրտը չգիտես։ Նա էլ քո սիրտը չգիտի։ Մենք մեր դիմացիներին ցույց ենք տալի, լավն ենք, բարի ենք, ողորմած ենք, քաղցր ենք, բայց ինչքան բաներ կա մեր սրտի մեջ, մեր հանդեպ սկսած հենց մեր ընտանիքի անդամներից, ամուսնուց, կնոջից, զավակից, ու ասենք լիքը հարցեր։ Ինչի, որովհետև
այս ազատությունը ոչ թե մարմնի ազատությունը, ժողովուրդ ջան, նորից եմ ասում, մեր ներսի ազատությունը պետք է լինի։ Հիսուսն եկավ, որպեսզի մեր ներսի կապերը, կապանքները, մեղքի ստրկության գերությունը քանդի։ Դեռ Եսայի մարգարեն Տեր Հիսուսի աշխարհ գալուց ֆիզիկապես 700 տարի առաջ այսպես է ասում։ Ասում է նա եկավ, որպեսզի ավերված ժառանգությունը վերականգնի։ Այսինքն ինչ ժառանգություն էր ավերվել։ Եվ որ Աստված մեզ ստեղծեց մեր նախահորը, Երեմի պարտեզի մեջ ինչպես էր, ինչ էր տեղի ունենում մինչև Ադամի մեղանչելը։ Աստված Սուրբ Գիրքը հիշեցնում է ամեն հովատեն իջնում էր ու Երեմի պարտեզի մեջ Աստծո հետ ինչ էր ելում, հաղորդակցվում էր։ Այսինքն Ադամը եւ Աստված իրար հետ հաղորդ էին։ Թե ինչպես էին հաղորդ, բայց հաղորդ էին։ Եվ այդ հաղորդությունը, այդ կապը երբ կտրվեց, երբ որ մարդը մեղանչեց, ժողովուրդ ջան, եւ մարդը դատապարտվեց։ Եվ ասեմ ձեզ, մարդը ազատ եղել է մինչև մեղանչելը Եդեմի պարտեզի մեջ։ Որտեղ Տեր Հիսուսի խոսքը ասում են, կարդում ենք ինչ ասում Տերը։ Եվ որ Ադամին դրեց Եդեմի պարտեզի մեջ, ասում է, այս պարտեզը քունն է, իշխի, տիրի, աճի, բազմացի, մշակի, ասինքն ինչ ուզում ես արա մեր լեզվով ասած։ Ոնց ուզում ես վարվի Ադամ ջան, մենակ մի բան պիտի չանես։ Այս պարտեզի ես մի ծառի պետքից պետք է չուտես, մնացած ինչ ուզում ես դու ազատ կարող ես անես։ Բայց երբ որ մարդը մեղանչեց, երկրորդ Ադամը, Հիսուս Քրիստոս, որ եկավ ժողովուրդ ջան, ել քեզ չի ասեմ, Արտակ ջան, ինչ քեֆը տալիս արա, ոնց ուզում ես ապրի, ինձ էլ հավատալ կփրկվես։ Դες բան չի ասում։ Դա ինչ ասում Տերը։ Ասում է ես քեզ օրինակ թողում, ոնց որ եղբայրն ասում, որ իմ հետքերով գնաս։ Ասում է քեզ կանչող Սուրբի պես դու էլ պետք է սուրբ լինես։ Ասում է ոչ մի մեղ բնավ երկինք չի մտնելու, այսինքն երկրորդ մարդի համար ժողովուրդ ջան, այլ ընտրանքային, գաղափարախոսային իր ցանկություններով վարվելու եւ այս մի խոսքն իրար հետ միացնելու անելու ճամփա չի մնում։ Հստակ մի ճանապարհ է, ուզում ես գաս երկինք, այս ճանապարհով պիտի քայլես։ Ուզում ես հավիտենական կյանք ժառանգես, պետք է իմ խոսքի մեջ մնաս, որովհետեւ առաջի Ադամը ինքը ազատ է, հնարավորություն ուներ, բայց նա զանց արեց եւ դատապարտվեց։ Իսկ երկրորդ Ադամը ասում է պետք է սուրբ լինես, որ մեծ հաղորդ լինես։ Բայց երբ որ մենք ճանաչում ենք այդ ճշմարտությունը ժողովուրդ ջան, մենք գնում ենք մեղքի ազատությունից, ազատում ենք մեղքի կապանքներից, ձգտում ենք այդ սուրբ կյանք ապրենք, բայց սատանան այսօր խափում է, ազատ է, սենց հարանեն արա, ասուն էլ փարտուր, սես բան չի կարալի ժողովուրդ ջան։ Դա համար թող Տերը օգնի, որ ճանաչենք այդ ճշմարտությունը, որ ազատ լինենք։ Երկրորդը տեսեք ինչ ասում, եւ որ մենք նայում ենք ժողովուրդ ջան, առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 16 համարի մեջ, առաքյալը այսպես ասում, Հովհաննես ասում է, մենք ճանաչեցինք եւ հավատացինք, որ Աստված սեր է։ Այսինքն մինչեւ մարդը ասում չճանաչի, նա չի կարող ասում հավատա։ Աստծո սիրո վրա չի կարող հավատա։ Չի ճանաչում այս մարդը, չի կարող վստահի։ Մենք պետք է ճանաչենք այդ ասում, որ հավատանք։ Նայեք ասենք, մի երեխան ասենք, մոր հետ կամ հոր հետ գնում է։ Փոքր երեխա է, ասենք, փողոցով գնում է։ Այնտեղ փոսը անձևա, ջուրաստառածա։ Այս տնով էս երեխու ձերը բռնում է կամ պապը, չէ, այս թորի ձերը բռնում է։ Այս երեխան ինչ անեմ։ Հանգիստ է իրա, ապահով է։ Գիտեք ի՞։ Կարա գնա ասենք, տերը հաուզում է թափ-թափ խաշի, բայց հենց որ փոսի մեջ անկնեմ։ Դժվարության մեջ անկնեմ, չի վերեմ, նմնչի որտեղ նա ձերը ինչ արած։ Բռնած է։ Նա վստահում է իր ծնողին։ Ես մի հատ ցես դեպք տեղ ունեցավ տարիներ առաջ, իմ ընկերը, մեր արավ աղբերը, ես երեխեն գարաժի գլխին կայնած, ցես մի 2 մետր, ինքը ներքև կայնած, համ երեխուն տղին ասում է, ուզում է ճարպկացնել էլի, այդ մի ուճար տղին է, համ փոքր վաղտ ասում է, թռի ասում ազի ջան ես կբռնեմ, բան դուխավորացնեմ, այս երեխեն գալիս է, թռնում է, սա բռնում է, մեկ է որտեղից որտեղ, այս հարևան երեխենն է գալիս։ Մեկ ես երեխեն, որ իր երեխեն թռնում, այս հարևան երեխեն է թռնում։ Մեկ ես սարամ ինչ ան, երկուսին չի կան, այս հարևան երեխուն բռնում է իր երեխեն, գնում է ներքև։ Ասում է վեր լավ, ասում է երեխուն բալի, կաստի հարևանի։ Հետո մյուս անգամ որտեղին տանում, ասում է, այ թռի, ասում է, չէ։ Ասում է, ազիս պապա, չէ, ասում է, պապ, չէ, ինչ տեղ ունեցավ։ Այս երեխեն հավատում էր, որ հեր իրավ պահում է։ Չէր վախում, ինչ էր անում, թռնում էր, բայց երբ որ մի հատ թռավ ես հերը չպահեց, աշկը վախեցավ։
Ժողովուրդ ջան, երբ որ մենք ճանաչում ենք մեր օրը, մենք հավատանք իրան։ Այսինքն ես հավատում եմ, որ այն Տերը, որ ինչ որ իմ կյանքի մեջ տեղյա ունենեմ, ինքը տեղյա կա։ Լանայեք 139 Սաղմոսի մեջ այսպես ասում։ Ասում է դու դեռ չծնված, դեռ քո մոր որովայնում չկազմավորված, քո պատկերը իմ առաջին էր։ Լանա բերեք նայենք, դեռ դու ծնված չէիր, իմ ծնողներն էլ գոյություն չունեին։ Այս երկիրն ու երկինքն է գոյություն չուներ, քո պատկերը Տիրոջ առաջին էր։ Մի ուրիշ տեղ այսպես ասում, ասում է դու դեռ չմտածած, խոսքը դեռ քո մտքին չեկած, ես գիտեմ դու ինչ պիտի ասես։ Հասկանում եք սա ինչը։ Ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում։ Այս մեծ գանգս չի տեղավորում այդ բաները, հա, խալ լիզով ասենք հասկանում ենք, բայց երբ որ ամբողջությամբ հասկանաս, դա պատկերացրա։ Չգիտես, դու դեռ գոյություն չունես, բայց ինքը քեզ գիտի։ Դու դեռ չես խոսում, ինքը գիտի դու ինչ պետք է խոսես։ Դեռ այս երկիրն ու երկինքը չկար, ինքը քեզ տեսնում էր, ինձ տեսնում էր, ժողովուրդ ջան։ Եթե մենք սրան հավատանք, իսկ հավատալու մոտ իրան ճանաչենք։ Ես այս Աստվածաշունչ չգիտեմ ինչքան եմ կարդացել, ժողովուրդ ջան, երևի մի 40 անգամ ամենակիչը, եթե ոչ ավել։ Բայց ամեն կարդալուց մի բան եմ, ես վերջերս որ կարդում էի, մեկ է Տերը որ հոբի հետ խոսում է։ Ասում է, դե հենց այս կարկուտի շտեմարանները, եղնիկի նովա ծնասնեմ։ Ասում է, այս անում, ապշում ես այն մարդ ասում ես, Տեր Աստված, ես ինչ մեծ ես դու։ Բայց մենք այնքան հենց ալի գոլիկ ձևով ենք նայում այդ ասուն, հա, լի սենց, սորական, հա, ու սենց չէ ժողովուրդ ջան։ Հեշտ իրա խոսքը զանց ենք անեմ, հեշտ իրա խոսքը անարգում ենք, հեշտ սենց էլի սորական, ոնց որ մի հատ արտակ աղբոր կամ մի հատ հարևանի կամ մի հատ չգիտեմ ում հետ։ Ժողովուրդ ջան, ճանաչենք մեր Տիրոջը, որ իրան հավատանք, որ իրա սիրուն հավատանք, որ իրա սիրուն վստահենք։ Լատեսեք, Պետրոս առաքյալը ինչ ա գրեմ, երկրորդ Պետրոսի առաջի գլխի 19 համար, երկրորդ Պետրոս առաջի 19 այսպես ասում, և մարգարեական ավելի հաստատ խոսք ունենք, որ եթե նրան մտիկ տանենք, լավ կանենք, ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մութը տեղը, մինչև որ ցերեկը լուսավորվի և լուսաբերը ծագի ձեր սրտերի մեջ։ Ասում եմ մտիկ տանք նրան, ինչպես մի ճրակի, որ մութը տեղը ինչ անեմ, լույս է տալիս։ Հեչ ասենք, կհիշեք են մութ խավար թվերը ժողովուրդ ջան, մեծերը կհիշեն փառք Աստծո էր երիտասարդները թող չտենան մեր սերունդներն էլ։ Ասենք հեռու մութ խավար ոչ բան չկար, մի հեռու տեղ մի հատ փոքր լամփուշկա էր վառվում։ Այդ մութը տեղը ինչ ենք անում։ Այդ մետրերով, կիլոմետրերով հեռու այդ լույսը տեսնում ենք։ Եվ որ մենք մութի մեջ էինք, հեռում այդ լույսը տեսնում ենք, իսկ մեր այդ մութը տեղ կայնած տեղը, մեր չորսկուրը մենք տեսնում ենք, թե չէ։ Չենք տեսնում, ճիշտ է չենք տեսնում։ Այն հեռու լույսը տեսնում ենք։ Համին սատանայի նպատակն է ժողովուրդ ջան, որ մենք հեռվի այդ փոքր լույսերը տենանք, մեր մոտիկ երանները չտենանք։ Համինայեք, երբ որ իրիկունը մութը տեղ դու գնում ես, կարող ոտքերդ կոշիկներդ ցեխոտվի, կարող ասենք շորերդ ցեխոտվի, հեչ եղել ա թես թե չէ։ Ասենք շատ ա եղել մեջ, չգիտեմ ձեր հետ թե չէ, ես մի քիչ կարող ա փնտրլոժ մարդ եմ, չգիտեմ։ Ասենք աշխատում եմ ցեխը չմնեմ, մի ասենք մաքուլի, բայց որ գնում եմ տուն մեկ էլ լույսին տենում եմ, թե կոշիկներ սա ցեխոտվե, թե շալվար սա ցեխոտվե։ Ես չեմ ուզեցել, բայց ցեխոտվել ա։ Այ երբ որ հիշեք քուրեր եղբայրներ, երբ որ մենք դիմացի եղբայր քուրիկի որից-է մեկի մասին սկսում ենք ինչ-որ բաներ խոսալ, մենք այդ մութ խավարի մեջ ենք։ Այդ փոքր լույսը թեկուզ հեռու է, մենք նրա թերությունը տեսնում ենք, բայց մեր գերանները մենք մոռանում ենք։ Հիշում եք Տեր Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, ով որ ձեզանից արդար է, թող առաջինը նա քարը գցի։ Այսօր շատ ժամանակ գիտեք շատ հեշտ է դիմացինի մասին դատել, բամբասել, չարախոսել, կռվել, անել, բայց հլա դրեղի նրա փոխարեն։
Երբ մի հատ բան պատմեցին, եղբայրներից մեկը, մի հատ խովիվ, ասենք մեր ժողովուրդը սկսում են սրան հոգնածնել էլի։ Մեկ էս մարդը գալիս ասում լսեք, մի քանի եղբայրներ, դու ինչ հովիվ ես, դոսես, տոնես, դուք եք, չէ՞ գրշի մասին խոսում, կասեք, հա բան չեք անի։ Մարդ կա ստեղ որ հետո ինձ բամբասած չլի, թե մարդ չի լի, համոզված եմ։ Գոնե մի անգամ մի բան ասած ստիլեք։ Ես գիտեմ ինձ էլ են ասում էլի, այդ լավ է։ Ուրեմն կյանք կա։ Եվ որ ես լսում եմ ինչ են ասում, ինքնակնության եմ գնում, եթե ճիշտ են ասում, ջանք եմ անում ապաշխարեմ, եթե սխալ են ասում փառք ես Տեր, ուրեմն լավրից մի հատ խնձոր կա, որ քարը գցմեն։ Համի նայեք ես հով ինչ անում, ժողովուրդ ջան։ Ասում է, գալիս է նստում, ասում է, վերջ ասում է, ես էլ հովություն չեմ անելու։ Ոնց է ասում ախպեր, հա ասում է, ամեն դուք արեք։ Հետո բերում են մեկին, դնում են այս մի քանի հոգով իրար հետ, Էսան սմա չիրեմ, սա խառնվում է, չեն կարում, ես ախպեր, ասում է, ինչ չանանգստացնեք, դուք ծառայություն արեք, ես ես չեմ խանգարում, ես ով եմ նստում է, իրական դեպք եմ ասում։ Այս ժողովուրդը դնում են մի շաբաթ, երկու շաբաթ, մի ամիս տենում են, չեղավ, այս ախպերները գալիս են այս հովին, ցավդ տանեմ, արի ախպեր ջան, բան արելի հովություն արա, գնամ այս մարդը նորից, սաղամ այդ մարդը, անունը չեմ տալիս, եղբայրները պատմեցին, իսկական դեմք եմ ասում։ Ասում եմ մի որոշ ժամանակ ժողովուրդ ջան, էլի նորից մերկուս եմ, էլ ես մարդ հարասում է, դե թողեք գնամ հանգստանամ, դնում են, մի ամիս էլի չի անցկենեմ, սա գալիս են ախպեր, կներես, բան, էլ քեզ չեր խանգարի արի, ասում ես այդ ախպոր տերն էլ չէի ծառայի։ Համի ժողովուրդ ջան, կողքից շատ հեշտ է ասել է։ Իրեք շատ հեշտ է ուրիշին մեղադրել, շատ հեշտ է ուրիշի տեղը դատել, ես սենց կանեի, ես նենց կանեի, լամա տեղ էլի։ Մի տեղի, այդ փոքր լամփուշկեն, որ ցերեգը, շիրակը վառում չի երևեմ, բայց երբ որ գիշեր աստեղից դու շիրակ տեսնում ես այդ լույսը, հենց սատանան ուզում է, որ այդ լույսը, որ կողքինների մեջ կա, մենք չտեսնենք, նրանց թերությունները տեսնենք, որ մեր գերանները չտենանք, ժողովուրդ ջան, Տամարտերն ասում է քո աշկի գերանը հանի, Պետրոս Արաքյանն ասում է, այդ լույսը մեր մեջ ծակի, որ մինչև կեսօր դառնա, այդ որտեղ պետք է ծակի այդ լույսը, մեր տանը, մեր ավտոների, մեր փողոցները, մեր սրտի մեջ պետք է ծակի, այդ լույսը ծակել է, սիրելի քույրեր եղբայրներ, այդ Քրիստոս լույսը մեր մեջ ծակել է, մենք պետք է թույլ տանք, որ այդ մեր սրտի մեջ այդ լույսը ամբողջովին արեգակ դառնա, եւ որ կեսօր դառնա, եղբայրը հիշեցրեց, որ խոտը ինչ անեմ, չորանում է, վառվեց գնաց մի ակնթարթում։ Այդ լույսը, երբ որ իմ սրտի մեջ ծագում է, այդ լույսը վառելով իմ սրտի մեջ արդեն ինչ եմ տեսնում։ Իմ սխալներն ու իմ թերությունները։ Արդեն ես ճանաչում եմ ես ով եմ։ Ես տեսնում եմ, որ ես հպարտ եմ, գոռոզ եմ, ամբարտավան եմ, որ ես դատով եմ, չարախոս եմ, ինձ եմ տենում, էլ ես ժամանակ չեմ ունենեմ, գարուշի չոփերի հետևից ընկնել։ Սնում արդեն իմ ամբարտավան եսի համար աշխատանք տանել, որտեղ ինձ ողորմություն անի։ Որտեղ այդ լույսը վառվել է, երևացել է։ Մութը տեղը չեմ տեսել իմ հանդերձների կեղտը, բայց եկել եմ լուսին տեսել եմ, որ սաղ կեղտոտը ամոթ ասել ձեր մանգամ, ասում եմ այդ կեղտերն ինչ անել։ Մաքրել ժողովուրդ ջան։ Հովհաննես Առաքյալը առաջի գլխի Հովանու առաջի թղթի մեջ ասում է սա է այն ավետիքը։ Ստեղ ավետիկ աննով ախպերն ենք թե չէ։ Այդ սովորական ավետիկ ախպոր մասին չի խոսում։ Այդ Քրիստոսի ասում է, որ Աստված ինչ է, լույս է։ Աստված լույս է։ Եհովանու ավետարանի մեջ ասում է, լույսը աշխարհ եկավ։ Ասում է, աշխարհը նրան չճանաչեց։ Իրաններին եկավ, իրանները չընդունեցին։ Ինչի համար չընդունեցին։ Որտեղ իրանց սիրտը խավար է, այդ լույսի մեջ իրանք մասն ու բաժին չունեն։ Բայց որոնք որ ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Այդ լույսը մինչև քո սրտի մեջ չծագի կապ չունի, 50 տարվա ավատացյալ ես։ Ներող կլեք, որ սենց եմ ասում, ես էլ ես մոտար 40 տարի այս կյանքի մեջ եմ։ Կապ չունի քանի տարվա հոգևոր ես, եթե այդ լույսը չի ծագել քո սրտի մեջ, դու դեռ խավարի մեջ ես։ Եվ Տերն ասում է, թե խավարի մեջ ես, խավարի մեջ չի տեսնում ինչ անեմ, ուր է գնում։ Թող Տերը օգնի ժողովուրդ ջան, որ նայենք այդ լույսին, որ այդ լույսը այսօր ողորմած Աստված մեզ բերել է։ Հիշում եք Տեր Հիսուսը լեռան քարոզի մեջ ինչ էր ասում։ Քարոզից անմիջապես ասում է, դուք եք աշխարհի լույսը։ Հենց լույսը պրիցակի քո սրտի մեջ որ քո տան անդամը տեսնի։ Այսօր շատերն ասում են,
եղբայր աղոթենք տունս, երեխես, վայ գիտես ինչա, վայ մարդս խմող է, վայ երեխես սենց է, կարող է դու ես մարդիդ խմող դարձրել։ Սո գիրք ասմա, ցկինում տվեք, դարմա հոգիներին։ Ես մի հատ անձնավորություն գիտեի, մահացել եմ այդ մարդը, ես մի քանի ժամանակ անց ծաղկվել է։ Այս մարդը շատ հարբեցող մարդ էր, Քյավառի կոմերում, շատ խմող մարդ էր։ Մարդը ապաշխարեց, դառավ տիրոջը ծառայեց, ու մի անգամ իր վկայությունը տալիս էր, ես լսեցի, իրան ճանաչում էի աղբորը։ Ասմա աղբեր ասմա, իմ կինը ասմա, իմ դասընկերուհիս էր, ասմա 5-րդ դասանից սիրարվեց ես աղջկան։ Ասմա մի լիզվանիկ աղջիկ էր, բայց ասմա սիրեցի, վերջը ասմա, եկանք ասմա սիրեցի, եկա 10 սլա պրծացրեցի, ասմա մինչև բանակ գնալս թաքցրեցի։ Այդ ասմա, տարա ասմա, բայց շատ դիզվանի էր ասմա։ Համի ասմա տարա ասի, ոչինչ, ամուստանանք լիզում կարճանա։ Հայախբեր ասմա, տարանք ամուստացանք, մի հատ երեխայս կնգա լիզում այնքան լիզվանիկ էր ասմա։ Սաղ ծնողներից կտրեց, բարեկամներից կտրեց ինձ։ Ինչ անեմ ասմա, չի ասմա, երեխեք ունեցա, 3 երեխա ասմա, դե սիրում եմ երեխեքին, բան ինչ անեմ ասմա, ճաս կտրված ասմա, էլ չկարեց ասմա, սրախ են գալ սեցի խմել։ Ասմա դառա հարբեցող։ Մարդիկ ասում են արա սա իսան չի։ Մի օր մեր եղբայրները գնում են պաշտամունքների նստական թվականներին, այս քուրիկը գալիս է պաշտամունքների։ Գալիս է պաշտամունքների, սկսում է պաշտամունքներին մասնակցել, այս կնոջ կյանքը փոխվում է։ Մի օր տունա գնեմ նորից սովորական պաշտամունքից, մարդը խմած, հարբածելի գալիս անգնեմ, այս կինը տանեմ մարդին նստացնեմ, կոշիկները հանեմ, ոտները լվանեմ, տեղը դզեմ դամ, տանում ես մարդին պարկաստեմ, սա մի անգամից քևը թողում է, ասում ես ինչ եղավ։ Վերջը երկու անգամ որ սենց գալիս է, այս կինը իր հոգևորությունը ցույց է տալի, սատանան էլ դե քնած չի, մարդին ասում է, կնիկդ ասում է, քեզ դավաճանում է, ես քեզ քնացնում է, որ իր գործերին գնա էլի, այս մարդը գնեմ ժողովուրդ ջան, արաղն առնում, կախին լստեմ, վրին լստեմ, առնում բերանը, որից ասենց, հոտ գա, մի կապլի չի խմ, ասմա, որ խմած եմ եմ, քնում եմ։ Սաղ գալիս արենա, գալիս ա, չի թողում, որ կինը տանի, տեղը հենց դրան, շեմին այդ կալիդորում, ներսա մտնեմ, մի կերպ չի գնեմ, տեղ ամիթում խմած ա, քնում ա, ասմա աշկի մեկը փագում ա, մեկը բացում ա, ինչ քնել։ Դե մա կին իրա գործերն արավ, մեկ է գնաց, ընդեղ սենյակ իրիկունը արդեն մի քանի րոպե սենյակը զալի սենյակը մնաց եկավ պարկեց քնեց սաղ քշել ես մարդը չի քնում առավոտ վերակենում ասում չայ մարդ ասում ես ինչ ալ ես կնգան մեկ էլ որտեղ միտք է գալի ասում կարող եմ տերտերների մոտ ա գնեմ մեր եղբայրներն ասում են ֆարմասոն բան այդ Քյավառի կոմերը տերտերների մոտ մեկ է կնգան ասում լսի ասում կարող եմ ֆարմասո տերտերների մոտ ես գնեմ այս կինը կուչա գալիս ասում դե հա ասում երբ հա շաբաթ ասում ինձ հետ կտանես այս խեշ քուրիկը գալիս է շաբաթօր ես մարդ առավոտից նստում սպասում է մինչև իրիկու վախում է կին ամուսնուն տանի մտածում է որ եթե գնաց կարող է եղբայրների հետ վիճի կռվի այս քուրիկը չի տանում այս մարդը լավ կնգան ծեծում է ջարդում է ասում իրոք դու ուրեմն անց այդ պրոբլեմ ունես այս եղբայրներն իմանում են մայր քուրիկ ջան ասում են բերք ու մարդին գալիս է այս եղբայրը մյուս պաշտամունքին նստում է հետևին, այս ժողովուրդը հավաքույթն անեմ, պաշտամունքը վերջացնեմ, աղոթեմ, մեկ է հենց որ վերջանում է, մեկ է կայնում է, այս մարդը ասում են, դե տներով ասում է, լակեցեք ասում է, ես բանը մենակ, ես պրծով ասում են, հա, ոնց ասում է, ոչ թե, հա, ասում է ժողովուրդ ջան, հա, ասում է, ձեր ցավը տանեմ, ասում է, լա սպասեք, ասում է, դուք ով եք, ես ինչ արիք, որ ինք կնիկ ասում է, այսքան տարի ես սրա հախեն չեմ կարեց եկամ, սա լիզվի ախին չեմ եք, ես դուք ով եք, որ սան փոխել եք, ես եղբայրներ հայախբեր ասում են, մենք չենք Հիսուսն է, բան վա այդ Հիսուսն ուր է, ասում են հայախբեր ինք հասպածաբան, բա վարդ է, ասում է կարամ իրան տենամ, եղբայրներն ասում են, հա աղոթ ենք, եթե տերը ողորմա, հենց ծնգյա գալիս ժողովուրդ ջան, առաջի աղոթքին տերը առաջը հայտնվում է, ասում այս վերքերը ես քմար եմ ստացել, այդ մարդը ընդունում է Հիսուսին, ապաշխարում է, ծառայում է Տիրոջ ու գնաց երկինք, մենք չգիտենք մեր արարքով ինչ ենք անում ժողովուրդ ջան, մենք արտաքինն ենք տեսնում, մենք արտաքին պատկերն ենք տեսնում, աշկի երևույթն ենք մենք տեսնում, բայց սիրտ ու երիկամուն քննողը Տերն է, քուրեր եղբայրներ, դա համար այդ լույսը որ գալիս է մեր ներսի ախտերն ու կեղտերն է դուրս անում,
Այդ լույսը, որ գալիս է, մենք ճանաչում ենք մեզ։ Եվ երբ որ ես ինձ ճանաչում եմ, այն ուրիշի հետևից չեմ գնում։ Թող Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան, ժամանակն է թռնում, այս ակիրճ մոտեցնեմ, լանայեք Աստծո խոսքը, երբ որ մենք կարդում ենք Հովանու 5:17 գլխի, երրորդ համարը ինչ ասում, Հովանես 17, երրորդ, եւ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված եւ նրան, որ ուղարկեցիր Հիսուս Քրիստոսին։ Ասում է, սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ որպես միակ ճշմարիտ Աստված։ Այսօր ժողովուրդ ջան, շատ մարդիկ կյանքը փնտրում են ունեցվածքի մեջ, դիրքի մեջ, պաշտոնի մեջ, հարստության մեջ, չգիտեմ, ամուսնու մեջ, կնոջ մեջ, ուսման մեջ, ցավոք սրտի գյումրեցիների շատ-շատերին գիտեմ Եվրոպայի մեջ, Ամերիկայի մեջ, Ռուսաստանի մեր քոլեցիկ էլ նույնն են, հայերը ամենավատ ժողովուրդ են, գիտեք, ներող կլեք, ես էլ մշեցի եմ, գիտեմ, ասում են հայ եմ, դե գենետիկ ասպաց, գիտի, բայց պապական ընդեղից ենք, բայց մի հատ վատ խոսք ունեն մեր հայերը, ասում են, որտեղ հաց ընդիկած։ Եվ մարդիկ փնտրում են երջանկությունը հացի մեջ, ունենալու մեջ, չգիտեմ ինչի մեջ, բարեկամներ, կյանքը միայն Հիսուսի մեջ է։ Եթե մարդը Հիսուս ունի, ամեն ինչ ունի, եթե Հիսուս չունի, ոչինչ էլ չունի։ Եվ մեր Տեր Հիսուսի փափագը, ցանկությունը, երբ որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, ինչ ասում, Հովանու 17:17-ից սկսած այսպիսի խոսքեր ասում, Հովանու ավետարան 17:17-ից սկսած, նրանց սուրբ արա քո ճշմարտությունով, որ քո խոսքը ճշմարտություն է։ Այսինքն Հիսուսի խոսքն է ճշմարտություն։ Ասում է սուրբ արա նրանց, քո ճշմարտությունը, որ քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ Ես նրանց համար շարունակում, բայց 20-ը կարդամ։ Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան ինձ։ Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու Հայր ինձանում եւ ես քեզանում եւ նրանք մեզանում մեկ լինեն, որ աշխարհը հավատա, թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ սա է այն փառքը, որ ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք, ես նրանցում, դու ինձանում, որ կատարվի լինի մխիթարությունը, որտեղ աշխարհը գիտենա, որ դու նրանց ինձ տվեցիր։ Այսինքն Աստծո ուզածը, գերագույնը, նպատակը, վերջնական ցանկությունը ո՞րն է մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, որ իր այդ մեկը ենք։ Քուրեր եղբայրներ ջան, երկինքը մեկանալու վայր չի։ Հիշեք, եթե մեկը մտածում է, որ այստեղ մի կերպ յոլա գնա, հարմարվի բան, մի կերպ փրկվի գնանդեղ Հիսուսի հետ էլի, այդ մարդը չարաչար սխալվում է։ Երկինքը հաշտության վայր չի։ Երկինքը մեկանալու վայր չի։ Երկինքը Հիսուսի հետ հավետ ապրելու վայր է։ Ստեղ մարդը պետքա Քրիստոսին հանդիպի։ Ստեղ պետքա մարդը Քրիստոսին ճանաչի։ Ստեղ պետքա մարդը Քրիստոսի հետ մեկ լինի։ Հիշում եք, Տերն ինչ ասեց, ասում է երկնքի արքայությունը ուտելիք, խմելիք ու ինչի, երկնքի մասին հանդեղ չի տալիս, որ այնտեղ պիտի գնանք էս անենք, չէ, ժողովուրդ ջան, ստեղ մենք պետքա ուրախություն, ցնծություն, խաղաղություն Սուրբ Հոգով։ Եթե այստեղ մարդը այդ խաղաղությունը Աստծո հետ չունի, այդ սուրբ կյանքը Աստծո հետ չի ապրում, այդ փափագը ցանկությունը չունի Քրիստոսի հետ մեկանալու, այնտեղ գնաց ինչ պետք է անի։ Ներող կլեք, ես մի դիպասն է պատմեմ ու վերջացնեմ ընդհանրացնելով միտքը։ Մի հատ այսպիսի բան է պատմում, լսել եմ, չգիտեմ որքանով է ճիշտ, ասում եմ մի հատ ազնվորություն, մի հատ երկիչ մահանում է, գնում է մեկը երկնքի դռների մոտ, մեկը կանգնած ալում, ասում է, այսօր ես գնում, բարեկամ, ասում է Հիսուսի մոտ։ Ասում է Հիսուսին ճանաչում ես, ասում է հա, բա ինչ եմ անում, այսքան տարի եկեղեցում երգել եմ, ջերիժոր եմ եղել, ես եմ եղել, ասում է լավ ես արել, այստեղ կանգնի։ Հետո գալիս է մի հատ խարիզմատ հով է մահանում, էլի նույնը, բա օրս ասում է գնում եմ Հիսուսի մոտ, բա ճանաչում ես, բա այսքան տարի իր հովիվն եմ ելի, ասում է կանգնի։ Մեր եկեղեցուց մի հով էլ է մահանում, գնեմ, էլի բա հա ասում է գիտես տարածքը հով եմ եղել, այսքան ծառալ, ասում է ստի կանի։ Սաղ կողքին կային ասում է, լիքը մարդկանց։ Մեկ էլ մի հատ տատիկ է գալիս ասում է, մեկ էլ ես կանգնած այդ հանդերձավոր մեկ ասում է, Մարիկ ջան ասում է, ուր ես գնում, քույրիկ ջան։ Ասում է Հիսուսի մոտ։ Ասում է դու Հիսուսին ճանաչում ես, նայում ասում է Հիսուս բեռնեպ քեզով չճանաչեմ։ Ժողովուրդ ջան, երկին կոչումներն ու պաշտոնները չեն մտնելու։ Այսօր
որ սատանան խափում անչքան մեծ պաշտոն կոչում ունենաս, այնքան փառաղ ես, քավ լիցի ժողովուրդ ջան։ Երկինք մտնելու են ստեղ Հիսուսի հետ մեկացած մարդիկ, Հիսուսին ճանաչող մարդիկ, Հիսուսի հետ ապրող մարդիկ, Հիսուսի հետ հաղորդ լինող մարդիկ, որտեղ այնտեղ բոլորը պետք է լինեն իր որդիները եւ պետք է ինքը լինի մեր բոլորի հայրը։ Ես շատ եմ կրկնել եղբայրներ լսած կլեմ, միշտ էլ ասել եմ, երկնքում ոչ մի հայ եպիսկոպոս, ոչ մի հայ երեց, ոչ մի սարկավակ այնտեղ չեն լինելու երեց կամ եպիկոս սարկավակ չէ, այնտեղ բոլորը պետք է լինեն Քրիստոսի որդիները, ռուսները չեն լինելու, հիշեք, ուկրաինացիները չեն լինելու, եպիսկոպոսներ, երեցներ այնտեղ երկնքում, այնտեղ բոլորը որպես փրկված մարդիկ են լինելու։ Երկնքում ընդամենը 24 երեց կա, այդ 24 երեցները մենակ հրեա ազգից են։ Մնացած ազգերը ամեն մեկը իր վարձքը պետք է առնի։ Եթե լավ երեցա, լավ եպիսկոպոսա, լավ սարկավագա, լավ ծառայողա, իր վարձքը քառապատիկ, կրկնապատիկ պիտի առնի։ Լավ քույրիկա, իր վարձքը Տիրոջից պիտի առնի։ Դա համար ժողովուրդ ջան, թող Տերը օգնի մեզ, որ մենք իր հետ մեկ լինենք։ Մեր Տեր Հիսուսի վերջի քահանայական աղոթքը սա է ասում, որ մեկ լինեն, որ աշխարհը տեսնի, որ մենք մեկ ենք։ Եվ Հովանու ավետարանի 6:40 համարի մեջ ասում է, որ ասում է ինձ տեսնեն, ասում է, որ հավատան, որ դու ուղարկեցիր։ Այսօր եթե դու քո տան մեջին լույս չես, ես իմ ընտանիքի մեջ լույս չեմ, ինչքան ուզի համոզեմ իմ հարսին, երեխուն, քելե երտան, քելե, ինչ քելե։ Կյանքս պիտի քելե անի, ժողովուրդ ջան։ Դա համար այդ դուրսը ծակի մեր սրտի մեջ, որ մեր մեջի ախտեր ու կեղտերը դուրս անի։ Եվ դա է պատճառը, որ Տերն ասում է, ճանաչեք այդ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Եվ որ մենք մեղքի ստրկությունից, մեր եսից, մեր ամբարտավանությունից ազատված Քրիստոսի հետ հաղորդ լինենք, մեր ներսի ամեն ախտեր ու կեղտերից մաքրված ու սրբված, այդ ժամանակ մեր տան անդամը այդ լույսը կտեսնի։ Շրջապատի մարդիկ այդ լույսը կտեսնեն։ Եվ այդ քաղցությանը գալով հավիտենական կյանք կունենան։ Եվ այստեղ էլ դու Հիսուսի հետ մեկ կլես, այստեղ իր հետ հաղորդ կլես, եւ քեզ համար արդեն ապրել է, այս երկրի վրա կլի մի վայր, որ ժամանակավորապես տրանզիտ սպասում ես, որ քո հերթը գա հասնես տուն գնաս։ Թող Տերը փառավորվի, ամեն։